Այ Հայաստանի արտաքին պարտքը վերջի տարիներին մեծացել է, դուք ինքներդ գիտեք, հետևում եք, եւ ասում են ինչ է կարել, ասում են զենք են գնել, հավատում եք, որ ոչ, դեռ չենք տեսել այդ բանը։ Ասում են ինքը, դե մի այնքան սուտ բան ասել, որ մեկը հավատանք։ Դրա մասին ոչինչ ասել չեմ կարող, կոմպետենտ չեմ։ Դե եթե սա շարունակեն, էլի կմեծանա, էլի։ Ինչ են անում։ Իրանց ծախսերը շատ է։ Պարքեվաճարները նորից պետք է ավելացվի, բայց պետք է որտեղից տան։ Այսինքն չեք հավատում, որ զենք է։ Ես ոչ մի բանի չեմ հավատում իրանց ասած։ Ոչ, իհարկե ոչ։ Դա իրանց կառավարության անդամների, նախարարների պարգևավճարներն է գնացել եւ իր անձնական ընտանիքի բարեկեցության վրա։ Ոչ, ուրա զենքերը մեր, ինքը ընդամենը զենքերը վաճառեց, որ զենք ունենայինք, մենք 44 օրյա պատերազմը հաղթում էինք, բայց ինքը զենք չտվեց։ Այն 40 օրվա պատերազմից հետո ոնց որ թե ինձ համար ամեն ինչը սուտ եղավ, որ այդքան երիտասարդ կորցրեցինք, այդքան տղեկ կորցրեցինք, այսօր պետք է սերունդ ավելանա, երեխաներ ավելանա, բայց որ տղեկը կորան գնացին անիմաստ։ Ինչ զենքի մասին ես խոսամ։ Ենթադրենք զենք ունենք, բայց այդ զենքը օգտագործող ունենք, չունենք։ Ես իրավունք չունեմ դատեմ, ես ով եմ, բայց իրավունք էլ չունեմ որևէ մեկին վերագրեմ ինչ-որ բացասական չափազանցված հատկանիշներ, եթե ձախողվել է, իսկապես ձախողվել է կառավարման այս տարիներին, ինքը պետք է հրաժարվեր, ասեր դա իմ գործը չի, թող ավելի բան իմաց այս բնակավարում, ավելի գիտակ մարդիկ կան։ Ոչ մի զենք, իրանց մեքենաները ճոխքշում են, իրանց պրեմիաները, թոշակառույն կոպեկներ են տալի, իրանց միլիոն։ Դե այդ մի մեր ստացած 50,000, 30,000 թոշակը որտանք, իրանք սկի չեն կարողանա մի կանգարտեղ գնան, մի հատ հաց առնեն։ Իրանք չեմ հասկանում ոնց են մտածում, որ թոշակառույն տալիս են 36,000 դրամ ու ասում են ապրի։ 65 տարեկանի տարիք, 70 տարեկանի տարիք, բիզնես արա, բիզնես ինչով անեն։ 30,000-ով